Հայ ազգային ազատագրական շարժման հերոս Ֆիդայի աղբյուր Սերոպն իր ամբողջ կյանքում պայքարեց թուրքերի դեմ եւ հայրենիքի ազատագրման համար։ Աղբյուր Սերոպի կազմակերպած ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ է, որ ամենակիչ ջարդերը տեղի ունեցան հատկապես Արևմտյան Հայաստանի Խլատ գավառում։ Թուրքերը գիտակցելով, որ ոչ մի կերպ չեն կարողանում մարտական պայմաններում հաղթել կամ գտնել աղբյուր Սերոպին, դիմում են հին եւ փորձված միջոցին՝ գտնել Հայ դավաճանի, կաշառել նրան եւ անել իրենց սև գործը։ Հերթական մարտերից եւ օսմանյան ոստիկանների հետապնդումից խուսափելուց հետո աղբյուր Սերոպն անցնում է Սասուն։ Թուրքերն այդ ընթացքում շարունակում են աղբյուր Սերոպին փնտրել եւ իրենց գործն ալելու համար զանազան ընծաներ են խոստանում այն հայերին, ովքեր կդավաճանեն ու տեղեկություններ կտրամադրեն Սերոպի մասին։ Թուրքերը կարողանում են գտնել այդպիսի հայի։ Նա Սասունի Գեղաշեն գյուղից Ավեն էր։ Ավեն պիտի գործեր համաձայն մշակված ծրագրիմը, թունավորել Սերոպը եւ իր մարդիկը։ Ոչ ոք կկասկածեր Ավեին։ Պարկեշտ, բարեխիղճ եւ հայրենասեր մարդու անուն ուներ գյուղի մեջ եւ շրջակայքը։ Ավեն ծխախոտի միջոցով թունավորում է Սերոպին եւ այդ մասին հայտնում Բշարե Խալիլին։ Թուրքական ու քրդական զորքերը պաշարում են Գելիեգոզան գյուղը, սակայն ծխախոտից թունավորված աղբյուր Սերոպը անկարող է լինում կռվել թշնամու դեմ։ Այդ օրվա եւ Սերոպի ծանր վիճակի մասին ներկայացրել է աղբյուր Սերոպի կինն ու զինակիցը Սոսեն։ Ան մեր ճանչցած կայտար փոթորկաշունչ Սերոպը չէր։ Մահը արդեն սկսեր էր չարաշուկ նշաններ դնել անոր դեմքին վրա։ Դեղներ ու նիհարցեր էր մեկ գիշերվան մեջ։ Դեմքին գիծերը կծկվեր ու ցնցվեր էին, եւ եթե չլային անոր շանթարցակ աչքերը, ոչ ոք պիտի ըսեր, թե մեր լեռներու անպարտելի ոգին Սերոպն էր։ Թուրքերը հասնում են իրենց նպատակին եւ դաժանաբար սպանում աղբյուր Սերոպին։ Սակայն մեկ տարի անց աղբյուր Սերոպի զինակից ընկերները կարողանում են առնել նրա մահվան վրեժը։ Հայ ազատագրական պայքարի նշանավոր հայդուկապետ աղբյուր Սերոպի սպանության վրեժը լուծվեց 1900 թվականի աշնանը։ Աղբյուր Սերոպի զինվորներ Գևորգ Չալուշն ու Անդրանիկը ոչնչացնում են դավաճան Ավեի ողջ Գերդաստանը եւ սպանում Բշարե Խալիլին։ Նույն ձևով, ինչպես աղբյուր Սերոպի գլուխը ցցի վրա անցկացրած շրջում էին փողոցներով, որպես աղբյուր Սերոպի արդարարյան վրեժ։ Ահա այսպես Անդրանիկն ու Գևորգ Չալուշը առնում են աղբյուր Սերոպի վրեժը եւ սպանում հայ դավաճանին եւ նրա ամբողջ Գերդաստանը։